Ուրեմն մենք ուզում ենք ապացուցել ուռուցիկ n-անկյան անկյունների գումարի մասին թեորեմը, որը պնդում էր, որ այդ գումարը հավասար է n-2 անգամ 180 աստիճան։ Դրենք մենք ունենք A1, A2, A3 եւ այլն AN ուռուցիկ բազմանկյունը։ Դրա համար ցույց տանք, որ անկյունների գումարը հավասար է n-2 անգամ 180 աստիճան։ Վերցնենք կակատներից մեկը, օրինակ A1-ը, եւ տանենք այդ կակատով անցնող բոլոր անկյունագծերը։ A1-ը A2-ին չենք կարող միացնել, դրանք հարևան կակատներ են, առաջի անկյունագիծը որ տանենք դա կլինի A1, A3-ը։ Եվ մեր բազմանկյունը կբաժանվի երկու մասի։ Մեկ անկյունագիծ տարանք, պատկերը բաժանվեց երկու մասի։ Տանենք A1-ով հաջորդ անկյունագիծը։ Եվս մեկ անկյունագիծ, պատկերը բաժանվեց 1, 2, 3 մասի։ Եթե մենք բոլոր անկյունագծերը տանենք, նույն կակատին նկատի ունենք A1 կակատից ելնող բոլոր անկյունագծերը տանենք, ապա բերեք հաշվենք, քանի անկյունագիծ տարած կլինենք։ A1 կակատը իր երկու հարևաններին, A2-ին եւ AN-ին միացնելով մեկ անկյունագիծ չենք ստանում։ Ինքը իրեն էլ միացնելով բարձր անկյունագիծ չենք ունենա։ Մնացած, այսինքն բացի այս 3-ից, մնացած բոլորին միացնելուց մեկական անկյունագիծ ամեն մեկին միացնելիս մեկական անկյունագիծ տարված կլինի։ Հետևաբար, եթե այս օրինաչափությունը նկատի ունենանք, մենք ունենալու ենք n-3, որովհետև A1-ը չենք միացնում ինքը իրեն, A2-ին եւ AN-ին։ Մնում է միացնել n-3 կակատների, ուրեմն տանելով n-3 անկյունագիծ, պատկերը կբաժանվի n-3 պլյուս 1, տեսեք այստեղ էլ է մի հատ ավել անկյունագծերի թվից, այստեղ էլ է մեկը ավել, այստեղ էլ է մեկը ավել, ուրեմն n-3 անկյունագիծ, n-3 պլյուս 1, որը հավասար է n-2, արդեն եռանկյուններ կլինեն, եթե այստեղ մասեր էին, որոնց մեկը կարող է եռանկյուն ունել, մյուսը չլինի, ապա բոլորը տանելուց հետո մենք բազմանկյունը բաժանած կլինենք եռանկյունների։ Դրանց քանակը մենք հաշվեցինք n-2-ը։ n-2 եռանկյուն ունենք։ Այս եռանկյուններից յուրաքանչյուրի անկյունների գումարը մեզ հայտնի է 170 աստիճան է։ Իսկ եթե բազմանկյան անկյունների գումարը մենք նայենք, ապա դժվար չի տեսնել, որ բազմանկյան անկյունների գումարը իրենից ներկայացնում է այս բոլոր եռանկյունների անկյունների գումարը։ Օրինակ A1 անկյունը բազմանկյան համար, տեսեք, այս եռանկյան այս մի անկյունն է, գումարած մյուս եռանկյան այս անկյունը, երրորդի այս անկյունը, չորրորդի այս անկյունը, եւ դրանց բոլորի գումարը տալիս է բազմանկյան A1 անկյունը։ Կամ ասենք A3 անկյունը բազմանկյան համար կազմված է եռանկյուններից այս մեկի այս անկյունից եւ երկրորդ եռանկյան այս անկյունից։ Հետևաբար գումարելով եռանկյունների բոլոր անկյունները մենք կստանանք մեր բազմանկյան բոլոր անկյունները n-2 անգամ 180 աստիճան։ Ուրեմն անկյուն A1, գումարած անկյուն A2 եւ այլն գումարած անկյուն AN-ը, այսինքն բազմանկյան ուռուցիկ բազմանկյան բոլոր անկյունների գումարը կլինի n-2, այդ եռանկյունների քանակներ անգամ 180։ Այսինքն մենք ապացուցենք, որ ուռուցիկ n-անկյան անկյունների գումարը n-2 անգամ 180 աստիճան է։ Այստեղ մի դիտողություն ես կուզեի անել, չնայած, երբ որ n-ը վերցնենք 3 տեղադրենք, ապա մենք կունենանք n-2-ը 1 եւ արդյունքում կստանանք, որ n հավասար 3-ի դեպքում բանաձևը տալիս է 180 աստիճան, այսինքն որ այդ բանաձևից ոնց որ թե մենք ստանում ենք նաեւ եռանկյան անկյունների գումարը, բայց դա թվացial է, որովհետեւ մենք ապացուցելիս արդեն օգտագործում ենք եռանկյան անկյունների գումարի մասին թեորեմը, այսինքն եռանկյան անկյունների 180 աստիճան լինելը, հետևաբար մենք չենք կարող օգտագործել դա եւ ստանալ ինքը, այսինքն օգտվել եռանկյան անկյունների 180 աստիճան լինելուց եւ ստանալ, որ եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է։ Որպես ապացույց դա չի գործի, պիտանի չի, բայց որ բանաձևը ճիշտ է նաև n հավասար 3-ի դեպքում, դա իրոք տենց է։ Այսինքն բացառություն չի եռանկյան դեպքը,
նույնպես ենթարկվում է այս բանաձևին, ուժի մեջ է մնում, բայց դա որպես ապացույց կիրառել եռանկյան անկյունների գումարի մասին թեորեմը ապացուցելու համար սխալ։ Ուրեմն թեորեմը ապացուցված է դասագրքում ներկայացված տարբերակով, սա արվել է կարելի ուրիշ ձևով ապացուցել, բայց քանի որ դասագրքում այս տեսակ ապացույց է ներկայացված, ձեր համար ավելի հեշտ կլինի կրկնել կամ ներկայացնել այս տարբերակը, բայց ավելորդ չեմ համարում նաև մի այլ տարբերակ ներկայացնել ապացույցի, ուրեմն ուրիշ մի ապացույց, ուռուցիկ n անկյան անկյունների գումարի բանաձևի։ Այս նորից ունենք A1, A2, A3 եւ այլն այն ուռուցիկ բազմանկյուններ։ Վերցնենք որևէ ներքին կետ O եւ միացնենք բազմանկյան բոլոր կարկատներին A1-ին, A2-ին, A3-ին եւ այլն AN-ին։ Այստեղ առաջացող եռանկյունների քանակը ակնհայտ է, որ կլինի n հատ։ Ամեն կողմի վրա կառուցվում է մեկ եռանկյուն, հա։ Քանի որ n կողմ ուներ բազմանկյունը, հետեւաբար մենք կունենանք n եռանկյուն։ Եվ նորից հիշենք, որ եռանկյան անկյունների գումարը 180 աստիճան է, այսինքն այս եռանկյուններից, ասենք A1O A2-ի, A2O A3-ի, A1O AN-ի, ցանկացածի անկյունների գումարը 180 աստիճան է։ Մենք ուզում ենք ստանալ բազմանկյան բոլոր անկյունների գումարը։ Դե փորձենք հասկանալ, թե ինչ տարբերություն կա այս եռանկյունների բոլոր անկյունների գումարի եւ մեր բազմանկյան անկյունների գումարի միջեւ, ապա դժվար չի նկատել, որ այս բոլոր եռանկյունների անկյունները, որ գումարենք, բացի A1, A2, A3 եւ այլն այն անկյունների գումարից մենք ստանանք եւս մի այսպիսի անկյան, այսպես կոչված լրիվ անկյան գումար։ Հետևաբար, եթե մենք հանենք, իսկ լրիվ անկյունը դա 360 աստիճան է կազմում, հետևաբար մի կողմից հաշվելով բոլոր առաջացող եռանկյունների անկյունների գումարը, դա կլինի n անգամ 170, որտեղ առաջացել էր այստեղ n եռանկյուն, ամեն մեկին 170 աստիճան, բոլորի գումարը n անգամ 170 աստիճան, բայց արդեն ասացինք, որ դա ավել մաս է պարունակում այս բոլոր անկյունների գումարը, որոնք չեն մասնակցում մեր բազմանկյան A1, A2, A3 եւ այլն այն անկյունների մեջ դրանք չկան։ Մյուս անկյունները այս եռանկյունների լցնում են, հա, A1, A2, A3 եւ այլն այն, բայց այս անկյունները ավել են։ Իսկ դրանց գումարը 360 աստիճան է։ Եթե մենք հանենք այդ 360 աստիճանը, ապա կունենանք A1, A2, AN ուռուցիկ բազմանկյան անկյունների գումարը։ Ինչ է մնում անել։ Մնում 180 աստիճան ընդհանուր հանել, եւ մենք կունենանք, որ սա արտահայտությունը հավասար է 180 անգամ n-2, այսինքն n ինչ որ ուզում ենք ապացուցել։ Ստացվեց մի այլ ապացույց ուռուցիկ n անկյան անկյունների գումարի բանաձևի։